Քաղաքապետի համար 236 հանձնարարագրի հիման վրա այսօր պետք է իրականացնենք հսկողություն ձեր առևտրային օբյեկտում MG սուպերմարկետում, որը գործում է Ադոլցի փողոց համար 2 կոտորակ 4 հասցեին։ Կա միջամտություն, պետք է լինի կոնկրետ հստակ նշում, երբ է միջամտությունը տեղի ունեցել եւ միջամտությունից հետո ինչքան է այն ուժի մեջ։ Կրկնակի գնապիտակ ֆակտները նույնպես ապրանքատեսական են դարձնում են ժամկետ անց։ Մեր հորդորն է, որ մշտապես հսկողություն իրականացնեն եւ փորձենք իսպար վերացնենք պիտանիության ապրանքների վաճառքը կամ թեկուզ կրկնակի գնապիտակը 2-3 տեղից փորձեք, մեկ տեղով չբավարար։ Մյուս տեղերից էլ փորձեք։ 34 երկու տեղից էլ փորձեցինք, չի թույլատրում այս օտոպրակների վաճառքը, ինքը 50-ից ավելի ցածր է, դա առաջացնում է իրավական հետևանք։ Երևանի քաղաքապետի համար 233 հանձնարարագրի հիման վրա Ավետիսյան փողոց համար 32 հասցեին գործող MG առևտրային օբյեկտում պետք է իրականացնենք հսկողություն։ Խնդրում ենք պարզապես հանձնարարագիրը գրանցեք ձեր գրանցամատյանում։ Կարող ենք անցնել հսկողությանը։ Ես ապրանքատեսականի վրա եւ այստեղ փակցրեք էլի ժամկետները ոնց որ մյուսների վրա է։ Ժամկետները դնում եք, նայեք եկել է կողքը։ Հա, դե հիմա նայեք, տեսեք, շատ բարի։ Այս մեկը պետք է բերեք առաջ տեսանելի չի։ Սառնանում Հա։ տերմինները կայքինները կա, վերևինները ոչ մի հատ նայեք սրանց ժամկետները երբ է։ Չի թույլատրում կրկնակի գնապիտակի կիրառումը։ Դա իրավախախտում է։ Նաև արկա չէ ժամկետ հետևյալ ապրանքատեսականը մսամթերքի վրա, մասսայական տեղադրված հետևյալ ապրանքատեսականը, որի վրա որևէ տեղեկատվություն ժամկետի մասով չկա։ Երեսունութ չի համապատասխանում, ասենք չի գերազանցում 50 եւ ավելի միկրոն։ Խնդիրը դա այնպես պետք է կազմակերպվի ապրանքատեսականների վաճառքը, որ տեսանելի լինի հստակ ապրանքների ժամկետները, բացառվի կրկնակի գնապիտակի կիրառումը։ Սրանք է խնդիրները, որոնք որ մենք ի հայտ բերեցինք ձեր առևտրային օբյեկտում։